Բարի երեկո, դուք դիտում եք բացահարթակ, այսօր իմ հյուրը Աշխարհաքաղաքականության ակադեմիայի նախագահ Արայիկ Սարգսյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես Ռուսաստանը 2026 թվականի հունիսի 2-ից ժամանակավորապես սահմանափակում է Հայաստանից կեռասի, բալից, Իրանի, սալորի, դեղցի, նեկտարինի եւ խաղողի ներմուծումը, բացի ներմուծումից արգելվելու է նաեւ նշված արտադրանքի տարանցումը դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ։ Պարոն Սարգսյան, մենք գիտենք, որ ընդամենը օրեր առաջ արդեն որոշում կայացվեց էլի Ռուսաստանի կողմից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ բանջարեղենի եւ ելակի ներմուծումը Հայաստանից արգելելու մասին էլի ժամանակավորապես, ինչպես կբնութագրեք այս գործընթացը։ Մեկ բառով սառը պատերազմ։ Ինչու։ Ինչու հենց այս этаպում, հենց այս նախընտրական этаպում Ռուսաստանը որոշեց գնալ այս քայլել։ Արդեն նույնիսկ մեր ամենապարզ մտածելակերպ ունեցող դիտորդը հասկանում է, որ սա կապված է ամսի 7-ի խորհրդարանական ընտրությունների հետ։ Եվ Ռուսաստանը փորձում է իր կողմից կառավարվող ուժերին բերել Հայաստանում լիակատար իշխանության, ոչ թե ընդդիմության տեսքով պարլամենտում, այլ վերցնել վարչապետի աթոռը։ Հայտարարված է սառը պատերազմ։ Ես այստեղ պատիվ եմ ունեցել ձեզ մոտ, եթե չեմ սխալվում, 2 շաբաթ առաջ ասել, որ սա պետական քաղաքականություն է եւ այն օրերին դեռ միայն Շոյգուին մենք այստեղ պատասխանեցինք։ Ես ասեցի կգա օրը մենք ավելի բարձր ատյաներ, պաշտոններ ունեցող մարդկանց ստիպված պետքա լինենք պատասխանել։ Հիմա Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի մայիսի 21-ին կայացած մոտ 2 ժամ հանդիպման ընթացքում որոշվել է վերջնականապես բոլոր առկա միջոցներով ազդել Հայաստանի ժողովրդի վրա առաջիկա ընտրություններում իրենց հարիր ուժերի համար քվե ապահովելու նպատակով։ Ինչ ասել է բոլոր առկա միջոցներով եւ ինչպես պետք է փորձեն ազդել, պարոն Սարգսյան։ Տեսեք, բառի բուն իմաստով դեռ խաղողը Արարատյան դաշտավարում նոր ծաղկում է, արգելում են խաղողի մուտքը, այսինքն ֆետասանիտարական կամ ՖՍԲ-ի գործիքակազմ հանդիսացող Ռոսպոտրեբնոձոր կառույցը, որը եկավ Հայաստան, կերավ, խմեց այն աշճան, որ նույնիսկ Հայաստանում չհայտարարեցին իրենց ընդամենը 1%-ից էլ պակաս ջերմոցնային տնտեսության ստուգումների արդյունքը, գնացին այնտեղ անմիջապես արդեն պատրաստ հայտարարությունը տարածեցին։ Բառի բուն իմաստով 3 ձեր նոր նշած հարցի ենթատեքստը դրանում է դեռ ծիրանը չի հասունացել, արգելում են ծիրանը, դեղցը չի եւ այլն։ Ես ասեմ ավելին, նրանք իրավունք չունեն ընդհանրապես արգելել տարանցիկ կամ տրանզիտ ուղին Ռուսաստանի տարածքում։ Սա իրականում պատերազմ է հայտարարված հայ ժողովրդին։ Զորօրինակ, Ղազախստանը, ես գիտեմ, ցանկանում է գնել Հայաստանից մի շարք սննդամթերքներ, էթում եւ ծաղիկ։ Ղազախստանի կառավարության կողմից ֆետասանիտարական կամ Ղազախ Պոտրեբնոձորի զորօրինակ կառույցի կողմից չկա բացասական եզրահանգում, որ հայկական վերոհինշալ ապրանքները չեն համապատասխանում իրենց ֆետասանիտարական նորմերին։ Սա խոսում է այն մասին, որ Ռուսաստանը բոլոր ուղղություններով սկսել է բառի բուն իմաստով սառը պատերազմ հայ ազգի, Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Սա ընդամենը փորձում են ազդել հայ գյուղացու, հայ շինականի, հայ լոգիստիկայով զբաղվող ուրեմն մասնագետների վրա, որոնք իսկապես այդ բիզնեսով են ընտանիք պահում, նրանց վրա ֆիզիկապես կամ իրենց մեր քաղաքացիների գրպանին է կպնում պարոն Պուտինը, բառի բուն իմաստով, որպեսզի նրանք խեղճանան, վախենան, սարսափեն եւ մոռանալով Արցախյան ազատամարտի բոլոր
13,500 հայ մարտիկների զոհերի վառ հիշատակը հանուն Հայաստանի անկախության գնան լոլիկի կամ ելակի տարբերության դիմաց վաճառեն մեր անկախությունը, ինքնությունը։ Սա է Ռուսաստանի մեծապետական շովինիզմի հստակ դրսևորումը։ Սա միայն, ավարտում եմ, սա միայն խոսում է այն մասին, ես այստեղ ասել եմ, որ նրանք նախորդ անգամ ասում էին հայեր դուք ապրում եք ռուսների հաշվին։ Հիմա ուրցենք հակառակ էֆեկտը։ Մեր գյուղացին, մեր շինականը, մեր հողագործը չուներ այդ արտադրանքը։ Դուք հասկանում եք ոնց էին մեզ ծնկի բերելու։ Փառք Աստծո, մենք կերակրել ենք իրանց միայն այս տարի, առաջի 4 ամիսների ընթացքում Հայաստանը արտահանել է Ռուսաստանի շուկա 13,5, այսինքն 13,5% ամբողջ վերոնշյալ բանջարաբոստանային կուլտուրաների ընդհանուր շուկայի։ Պարոն Սարգսյան, տեսեք, այստեղ տարօրինակ հենց այն է, որ ինչպես դուք եք ասում, խաղողը դեռ նոր է ծաղկել, բալը, կեռասը դեռ չեն հասել, դեղցը դեռ չի հասել, բայց ինչպես է ստացվում, որ այդ ապրանքները, այդ մթերքները արդեն իսկ այսպես ասած չեն համապատասխանում այն չափանիշներին, որը Ռուսաստանը պատրաստվում էր ընդունել։ Այս է տարօրինակը։ Տարօրինակ չի սա։ Մայիսի 21-ին կայացել է, կրկնում եմ, Ռուսաստանի անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստ, որի ժամանակ որոշվել է։ Ես հասկացա, բայց ծիծաղելի որոշում է, գուցե այլ ավելի adekvat որոշումներ ընդունեին, որովհետև այսպես եթե մի բանը դեռ չի հասել, բայց արդեն այնտեղ կա խնդիր, այնտեղ կա, այսպես ասած, սանիտարական կամ առողջապահական խնդիր եւ արդեն արգելվում է դեռ պտուղը չհասած, պտուղը չտեսած, պտուղը չստուգված։ Նույնիսկ դուք եք արդեն ծիծաղում, չէ՞։ Կներեք էլի այդքան փորձ ունեցող քաղաքական անձուդարձների մեջ մարդ, սա նոնսենս, սա ապուշություն է, սակայն կրկնում եմ, նրանցից ամեն ինչ սպասելի է, ես վախենում եմ ավելի վատթարից, որ օրինակի համար հունիսի 7-ին նրանց կողմից հովանավորվող ուժերը եւ ֆինանսավորվող կառույցները, այդ թվում եւ տեղեկատվական դաշտի պարտություն են կրում, ինչ է տեղի ունենում, պլան A, պլան B, պլան A, նրանք դուրս են գալիս հրահանգով փողոց եւ սկսում են անկարգություններ, հրահրել, չեմ վախենա այդ բառից, քաղաքացիական անհնազանդության ակցիաներ, որոնք կարող են բերել հակարդարձ էֆեկտի, այսինքն արունահեղություն, նպատակը խամրել, սևացնել հունիսի 7-ի ընտրության արդյունքները եւ աշխարհով մեկ ցույց տալ, որ Հայաստանը չի կարող լինել ժողովրդավարական երկիր, Հայաստանում չեն կարող լինել արդար ընտրություններ, ասեմ ավելին, ես 3 իմ կյանքում սովորաբար ուշ եմ քնում ֆուտբոլ խաղեր նայելուց հետո, նայել եմ ձեր հարգարժան Հ1-ի բանավեճը, ես խայտառակ վիճակ, ահավոր վիճակ, եթե այդ ուժերի 70%-ին տանք հնարավորություն դառնալ վարչապետ, մեր երկիրը կկործանվի ընդհանրապես։ Ես նայել եմ նրանց ինտելեկտուալ պոտենցիալը, նրանց լեզվական մտածողությունը, նրանց խոսելու ոճը, նրանց կուլտուրան։ Սա սարսափելի է։ Հայաստանի ընտրական համակարգը լուրջ փոփոխությունների կարիք ունի։ Այդ դեպքում հարց է առաջանում, ինչու ինտելեկտուալ պոտենցիալ ունեցողները չեն առաջադրվել։ Ես դրանցից մեկն եմ, ես այդ հարցը ինձ տվել են նաև իմ էջում, Facebook-յան իմ հետևորդները, ես ասել եմ ժողովուրդ, 2017 թվականի ընդհանրապես ընտրությունների մասին օրենքի փոփոխությունից հետո, երբ որ մեծամասնականը դուրս եկավ արանքից, մնաց համամասնական, այսինքն միայն կուսակցություններ եւ կուսակցությունների դաշինքներ։ Ես իրականում իմ էությամբ դեմ եմ ցանկացած կուսակցական գաղափարախոսության։ Այսինքն ես եւ իմ նման շատերը, այդում միգուցե եւ դուք շատերը կարող են գնալ օգտվելով օրենքից մասնակցել ընտրություններին։ Երեք ես նայել եմ նույնիսկ 19 հայտարարված 19 հայտ ներկայացրած կուսակցություններից մեկ ընդհանրապես չէր եկել, նրանց իսկապես 70%-ը 10 հոգուց ավել անդամներ չունեն, 10 հոգուց ավել, Շատերին անգամ չեն էլ ճանաչում։
Կոլյա ջան, հենց դրանց վրա է խաղադրույք արվում, ոչ միայն այստեղ Ռուսաստանից բացի շահագրգռված են Հայաստանում հունիսի 7-ից հետո քաղաքացիական վախենում եմ այդ բառը ասեմ, ախր որտեվ դա հարիր չէ, բայց ես երեք համոզվեցի, որ ամեն ինչի ընդունակ են, ամեն ինչի։ Ես նայել եմ կնոջ, ամենայն հարգանքով Մայր Աստված Ապոլոնին կամ Աստղիկին, հա, դիցուհի, ես սարսափել եմ։ Ես պատկերացնում եմ, եթե այդ կինը գա դառնա վարչապետ։ Ես ընդամենը մի բան եմ ձեզ ուզում ասել։ Հայ ժողովուրդը հիմա եւ 30 տարի առաջ հսկայական տարբերություն ունի եւ ինտելեկտի մակարդակի եւ ինֆորմացվածության, տեղեկատվացվածության առաջընթաց միանշանակ։ Նույնիսկ ես ասեցի, ռուսները ապրում են մեր լոլիկի հաշվին, ախր ինձ Մոսկվայից իմ հետևորդներից մեկը նամակ էր եկել, Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվական վարչության պետը ուղղակի գժվում է հայկական ելակի համար։ Գժվում է։ Իսկապես ով է գժվում։ Մաշա Զախարովան։ Նա որ գալիս է Հայաստան, պարտադիր հյուրանոցում միայն հայկական ելակ։ Բա հիմա ոնց է դիմանալու առանց հայկական ելակի։ Ոտքը ես, всё будет սագուրցում։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Այսինքն մենք ունենք այնպիսի տնտեսություն, որ կարողանում է կերակրել, արտահանել սեփական արտադրանքը։ Ես երեք իմ YouTube-ի ալիքում ասեցի, հենց այդ պահին եկավ հայտարարություն, որ ձեր վերոհիշ նշած ապրանքատեսակները դեռ չծաղկած խաղողը արգելվել է։ Ես էլ դիմեցի հայ գործարարներին, կառավարությանը, ղեկավարությանը համապատասխան տնտեսական, ֆինանսական լգոտաններ, արտոնություններ կիրառեք վերամշակող գործարանների համար, որպեսզի նրանք մասսայական գնեն, հենց նույն ծիրաններ, դեղցնել, սալորներ։ Հիմա ամեն Ես ավարտեմ, Կոլ։ Ամերիկայից անմիջապես եկավ պատասխան, որ պարոն Սարգսյան ամբողջ Լոս Անջելես, ամբողջ Նյու Յորքը կարոտում են հայկական ջեմերին, իսկապես շուկա շատ կա շուկա։ Դա միայն Ամերիկա, այսինքն եթե ռուսները այնպես չի, որ նույն Լոս Անջելեսում, այդպես ասած, ջեմի սակավություն կա կամ ջեմի խնդիր կա, այնտեղ տարբեր տեսակի ջեմեր կան, շատ համեղ մրգեր կան, եւ ոնց է պատկերացնում այդ ամեն ինչը արտահանել Լոս Անջելես։ Շատ պարզ կոնտեյներային բեռնափոխադրումներ Լոս Անջելեսը մի օրինակ էր, եվրոպական շուկա, նույն Գերմանիա, նույն Ֆրանսիա։ Մենք չեմ ասում այդքան հսկայական տնտեսությունն են, մեր նպատակը գյուղացուն տեր կանգնել, չթողնել մենակ Ռուսաստանի կատաղած, ցնդած, կներեք կոպտությանս, հա, ղեկավարության սադրանքների դիմաց։ Եվ այսօր ես ունեմ ինֆորմացիա, որ այո, Հայաստանի կառավարությունը դոտացիաներ կտա կորուստներ կրած ջերմոցային եւ գյուղատնտեսական տնտեսություն։ Մեր եղած հնարավորությունների Պարոն Սարգսյան, ակնհայտ է, որ այստեղ ճնշումներ են փորձում գործադրել մեր տնտեսվարողների վրա, մեր այսպես ասած գյուղացիների վրա, գյուղատնտեսների վրա, բայց եկեք լինենք անկեղծ։ Մենք երբ խոսում ենք նույն գինիների արտադրությունից, եթե այս գինիները արտահանվեն եվրոպական շուկա, նախ որակը ես չգիտեմ, ես մասնագետ չեմ, որ որակական առումով խոսեմ, բայց այդուամենայնիվ մեր գինիների եւ եվրոպական գինիների գների տարբերությունը ահռելի է։ Հենց նույն հայկական սուպերմարկետներում մենք կարող ենք գտնել իտալական, իսպանական, ֆրանսիական շատ մատչելի գինիներ։ Հայկական գինին դրանից մի քանի անգամ բարձր է։ Եվ ինչ է կարծում Հռոմում, Փարիզում, Վարշավայում մարդը տեսնելու է 3 եվրոյանոց գինին, որ արդեն հայտնի է իտալական, իսպանական եւ հայկական $21-անոց, 21 եվրոյանոց գինին։ Նույնը նաեւ ինձ մի անգամ ասեցին ծիրանի հետ կապված, ասեցին եվրոպացիները նախընտրում են իսպանական, չգիտեմ, հունական ծիրանը, որովհետեւ արտաքնապես ավելի գեղեցիկ է, թեկուզ համային առումով զիջում է հայկականին։ Քան հայկական ծիրանը, այստեղ արդեն եվրոպական շուկա մուտք գործելու առումով էլ մեծ խնդիր կարող է լինել։ Նիկոլայ ջան, ես երբ որ առաջի ինֆորմացիան եղավ, որ ռուսական կողմը արգելել է ընդամենը 3 ալկոհոլային խմիչքներ արտադրող ձեռնարկությունների մուտքը, դա հիմա չնշեմ, որ հակագովաշել է, ընդամենը 3, մեկը արտահանում է կոնյակ, երկուսը գինի։ Ես ընդամենը ասեցի, իսկ իրենց տերերը խմում են արդյոք այդ գինիները։ Ես անձամբ եմ գնացել Աբովյան այդ կոնյակի գործարան,
իրենց մարքեթինգը ուսումնասիրել եմ։ Ժողովուրդ ջան, եկեք իսկապես լուրջ մոտենանք։ Այո, եւ գներն է բարձր, եւ որակն է շատ ցածր։ Թող սա դաս լինի նրանց, ովքեր չեն ապահովում համապատասխան նորմերը, ստանդարտները։ Ինչ է եղել։ Մտածում եք Հայաստանում բոլոր լոլիկ արտադրողները կամ ծաղիկ վարդ արտադրողները սուրբ են։ Ես այդպես չեմ կարծում ընդհանրապես։ Թող հիանալի դաս լինի։ Քիչ պեսցիդիդ օգտագործեն, խաղողի գինու փոխարեն, հա, սպիրտը չբերեն եւ դրա անվան տակ կոնյակ ինչ է եղել։ Սա մրցակցություն է։ Եվրոպա կտանեն, ես ասեմ ավելին, ինձ նամակ եկա, որ ելակը արդեն 4-րդ օրն է արտանում են Դուբայ։ Ինքնաթիռով։ Եվ արդյոք այստեղ հենց ամենակարևորը, որ կոպիտ ասած դաս չքաղեն կամ հետևություններ չանեն մեր գործարարները, որ որակապես ավելի բարձրորակ արտադրանք տան հասարակությանը, ավելի մատչելի արտադրանք տան, որովհետև միշտ գերշահույթ են ստանում, երբեմն անորակ ապրանքի շնորհիվ։ Ես լիովին համամիտ եմ ձեզ հետ, սա հիանալի դաս է։ Եվ գիտեք ինչ կա, այսպես էլ պետք է լիներ։ Հենց այսպեսով, այս մսաղացի միջով աշխարհաքաղաքական մենք պետք է անցնենք, որ ամրանանք, որակապես դառնանք ազգ, պետություն։ Ես կրկնում եմ երեկվա եւ նախորդ օրվա ձեր հարգարժան հմեկի, հա, եթերներից հետո ես ապշել եմ։ Բայց այդուամենայնիվ հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է կատարի ընտրություն։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ու ոչ միայն ցավոք սրտի Ռուսաստանից արդեն մոտավորապես 12,000 Հայաստանի քաղաքացիներ են ստիպողաբար ուղարկում Հայաստան քվեարկելու իրենց կողմից կառավարվող ուժերի օգտին։ Ես կարող եք նայել հազար անգամ ներողություն եմ գովազդի իմ Facebook-ի, էջում եւ YouTube-ի դեռևս 4 ամիս առաջ ասել եմ տվել եմ մեր աշխարհաքաղաքական ակադեմիայի գնահատականը, կարող եք նայել, խնդրում եմ, առանց ամաչելու գրեք ակադեմիկոս Արայիկ Սարգսյան։ 4 ամիս առաջ տվել եմ իմ գնահատականը։ Ընտրությունների արդյունքում հաղթելու է Հայաստանի Հանրապետության գործող վարչապետը։ Ես նույնիսկ ասել եմ որքան, ես այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Վերջ։ Ինձ համար սա չի այս պահին վտանգավորը, ես վախենում եմ, որ ռուսները այստեղ չհրահրեն նոր կոնֆլիկտ, այնպես ինչպես դա արեցին հայի ձեռքով ուղիղ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, որտեղ երեկվա եթերից ես սարսափեցի մեր քաղաքական դաշտում կան մարդիկ, որոնք ամեն ինչի ընդունակ են, ընդհուպ մինչև ահաբեկչական գործողությունների։ Սա է սարսափելին։ Այս դրա դեմը պետք է առնել։ Ես խորհուրդ կտամ Ռուսաստանից եկած մարդկանց եւ ոչ միայն Ռուսաստանից։ Այստեղ կան նաեւ որոշ ուժեր, որոնք կառավարվում են Ադրբեջանի կողմից, Արևմուտքի կողմից, Անգլիայի, Միացյալ Նահանգների։ Ձեզ չթվա թե միայն այս աշխարհաքաղաքական պայքարը Հայաստանում ռուսներն են տան։ Ոչ, վերոնշյալ 4 երկրներն են պայքարում են թույլ, թուլացած որ Ադրբեջանի կողմից կառավարվող կամ այսպես ասած աջակցվող ուժ կա Հայաստանի։ Կոլա ջան, որ լուսն չի իջել։ Ես ձեր տաղավարի երեկվա եթերի, եթե վերցենք մոնիտորի, իսկ մենք ակադեմիայում անում ենք շատ հաճախ բառերի, բառակապակցությունների զտում ենք անում։ Տեսեք 8 կուսակցության ներկայացուցիչների մտքերի գեներացված տարբերակում ամենաշատը հիշատակվում էր, հազար անգամ ներողություն եմ խնդրում, Ալիև 300,000 թուրք, Ալիև սա քողարկված գովազդա թշնամի պետության համար եւ օկտին ես մի խորհուրդ կտամ բոլոր նրանք ովքեր դեռ ունեն ժամանակ գնեք ամսի 8-ին Հայաստանից դեպի Ռուսաստան բոլոր քաղաքներ տոմսեր։ Ինչու՞։ Որովհետև բոլորի հետևից գալու են ընտրակեղծիքների համար։ Ես լրիվ լուրջ եմ ասում, չեն հասցնի փախնել։ Խորհուրդ եմ տալիս ամսի 8-ին Երևան, Մոսկվա, Երևան ռուսական ցանկացած քաղաք
հետադարձ տոմսեր շտաբ գնեք, նախ չի լինելու, եթե լինի, ապա $1000 ոչ պակաս։ Սա աշխարհաքաղաքական պայքար է մեր ապագայի համար։ Վերոնշյալ, ես մինչև հիմա մտածում էի, որ ռուսա-բելարուսական հեղինակային իրավունքի իմը չի վարչապետինն է։ Կուսակցությունները 3-ն են, բանից պարզվում է 3, շնորհիվ իդեպ ձեր հենց այդ հմեկի, ես պարզեցի, որ նրանք 6-ն են, առնվազն։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան։ Համեցեք։ Եվ հյուրը Աշխարհաքաղաքականության ակադեմիայի նախագահ Արայիկ Սարգսյանն է, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։